Սիրելի ժողովուրդ, 18 թվականին իշխանության գալուց հետո ասացին, բանակցությունները զրոյական կետից ենք սկսում, ու զրոյական կետով հանձնեցին ամբողջ Արցախը։ Հիմա համարձակություն ունեն հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի համար զրոյական կետից պատմություն գրել։ Ասում են ինչ եղել է անցյալում էր, անեական էր, ճակատագրական սխալ էր։ Դուք ով եք ընդհանրապես, որ մեր ժողովրդի համար նոր պատմություն սկսեք, զրոյական կետից սկսենք, ոչ, մենք միասին քաղաքական զրո ենք դարձնելու իշխող ուժին։ Եվ թույլ չենք տալու հարցականի տակ դնի մեր պատմությունը, մեր սրբությունը, մեր խորհրդանիշները։ Երեք մի հատ խայտառակ տեսարանի ականատես եղանք, երբ Ազատ գյուղում զոհված տղաներից մեկի մայրը մոտեցավ նրան ու ասեց, քեզ տղա եմ տվել։ Տղաս 10 րոպե մոխրացավ, ինչ է կարել։ Ով է դրա պատասխանատուն, քաղաքական պատասխանատվություն ով պետք է կրի։ Ու այդ մեկը փոխանակ գնա ծնողի ոտքերն ընկնի, ներողություն խնդրի։ Դեռ իրեն իրավունք էր վերապահել հոխորտալ։ Հոխորտացող ես Ալիևին վրա հոխորտա, բա գնում Ալիև Էրդողանի առաջ գլուխները ծուռ կանգնում եք, գալիս եք այստեղ զոհված զինծառայողներին, հրաման եք տալիս եռաբլուրում քաշ տալ կամ հոխորտում եք ծնողների վրա, լավ ամոթ չունեք դուք։ Մենք այնպիսի երկիր պետք է կառուցենք, որտեղ բոլորով անխտիր միայն պետք է խոնարհվենք մեր հերոսածին ծնողների առաջ եւ ոչ թե ականատես լինենք նման ողբերգական, նման ամոթալի տեսարաններին, իսկապես սա մեզ սազական չի, մեր ժողովրդին բնորոշ չի այս անամոթ վարքագիծը։ Գերասիմի ելույթից հետո հավանաբար էլ ավելացնելու բան չէ լինի, որովհետեւ այն ինչի համար մենք պայքարում ենք, իսկապես Հայաստանի Հանրապետությունը հայկական պահպանելու եւ թույլ չտալու, որ այն վերածվի արևմտյան Ադրբեջանի։ Եվ Գերասիմը շատ մանրամասն այդ ամբողջ գործընթացը նկարագրեց։ Բայց ես ուզում եմ ձեզ մի հարց տամ ու դրանով ավարտեմ։ Եթե այսօր Ալիևը իր թեկնածությունը դներ, որևէ մեկը նրան պետքա կողմ քվեարկեր, բա լավ ինչ տարբերություն Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի միջև։ Ալիևն էլ է ասում, որ մեր անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է։ Ալիևն էլ կհարձակվեր մեր եկեղեցու վրա այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է անում, չնայած կարծում եմ մի քիչ կարող է ավելի հարգալից վերաբերվեր մեր հոգևոր առաջնորդներին։ Ալիևն էլ տարածքային պահանջներ հայտնում է ու Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, այդ տարածքները հայկական չեն։ Այսօր կարծես թե պաշտոնապես է ասում, որ կան որոշ տարածքներ, որ պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Լավ, տարբերությունը ո՞րն է։ Հիմա ակնհայտ է, չէ, որ ընտրելով Նիկոլ Փաշինյանին անուղղակիորեն հայ մարդն ընտրում է Ալիևին, եւ այս գործընթացը իսկապես պետք է կասեցվի։ Մենք ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում մեր տարբեր ծրագրեր ենք ներկայացնում, գյուղատնտեսության առումով, կրթության որակի առումով, ամենատարբեր ոլորտների առումով, բայց իսկապես ֆունդամենտալ հարց կա, մեր պատմությանը տեր լինելու հարց կա, մեր երեխաների ապագային տեր լինելու հարց կա, մեր հավատքին, եկեղեցուն տեր լինելու հարց կա, սահմանադրությունը պաշտպանելու հարց կա, մեր ծնողներին պաշտպանելու հարց կա ու ընդհանրապես արժեքներին տեր կանգնելու հարց կա։ Ու ես մի վայրկյան անգամ կասկած չունեմ, որ մենք միասին դա կարող ենք անել։ Միասին ու այդպես միասնաբարել հունիսի 7-ին գնանք ընտրության, մերժենք Ալիևի թեկնածուին եւ այն քաղաքականությունը, որը ուղղակի զրոյացնում է մեր պատմությունը։ Շնորհակալ եմ։